Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում եմ քննարկել օնլայն շոփինգին առնչվող հարցեր։ Առաջին հարցը հետևյալն է. ինչ անել, եթե ձեզ թերություններով ապրանք է հանձնվել։ Դուք կարող եք պահանջել, որ ապրանքի գինը համաչափորեն իջեցվի, կամ կարող եք վաճառողից պահանջել, որպեսզի նա վերացնի թերությունները։ Իսկ եթե թերությունները էական են ու չվերացվող, ապա կարող եք պահանջել, որ կամ փոխարինվի եւ ձեզ տրամադրվի նորմալ ապրանք, կամ ուղղակի հետ վերադարձնեք այդ ապրանքը, իսկ ձեր վճարած գումարն հետ պահանջեք։ Երկրորդ, ինչ անել, որպեսզի կարողանաք նորմալ կերպով օգտվել այս իրավունքներից եւ որ ամենակարևորն է չդառնաք խաբեության զոհ։ Առաջինը հետևյալն է, հատկապես այն դեպքերում, երբ առաջին անգամ եք օգտվում որևէ օնլայն առցանց խանութից կամ էջից, պահանջեք վաճառողի անուն, ազգանուն, հայրանուն եւ ուշադրություն, այստեղ օգտագործեք լայֆհակ։ Այդ անուն, ազգանուն, հայրանունը որոնեք Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում եւ կտեսնեք կա արդյոք անուն նման տվյալներով, անուն, ազգանուն, հայրանունով Հայաստանի Հանրապետության քաղաքացի թե ոչ, ավելին նրա մասին լրացուցիչ տվյալներ, բնակության հասցե, ծննդյան ամիս, ամսաթիվ եւս կարող եք իմանալ։ Երկրորդ, համոզվեք, որ այն քարտը, որը ձեզ տրամադրվել է որպես վճարման միջոց, դուք պարտավորվում եք դրան գումար փոխանցել, հենց այն մարդու անուն, ազգանուն, հայրանունով է, որի տվյալները ձեզ տվել են։ Երրորդ, պահպանեք ամենակարևորը նամակագրությունը։ Այս պարզ կանոնները իհարկե ունիվերսալ տեղամիջոց չեն, սակայն շատ դեպքերում կօգնեն ձեզ, ինչպես անբարեխիղճ օնլայն խանութների դեպքում, այնպես էլ այն դեպքերում, երբ դուք ուղղակի իրար ճիշտ չեք հասկացել վաճառողի հետ եւ որոշակի հարցեր ունեք։ Առաջին դեպքում ոստիկանության համար դա օգտակար կլինի, եթե խարդախության զոհ եք դառնում, երկրորդ դեպքում դատարանում որպես ապացույց կծառայի։ Այժմ ուսում եմ անդրադառնալ մի հարցի, որը հետևորդները բարձրացնում էին նախորդ ռիլի հետ կապված։ Հարցը հետևյալին է վերաբերում. արդյոք 14-օրյա ապրանքի վերադարձի կամ փոխանակման ժամկետը գործում է նաև այն դեպքում, երբ որ վաճառողը այդ ապրանքը գնորդի պատվերին համապատասխան է կատարել։ Ոչ, անհատական պատվերների դեպքում 14-օրյա ժամկետը չի աշխատում։ Ձեր նամակներում եւ ձեր մեկնաբանություններում շատ էին հարցերը, որոնք առնչվում էին բեռնափոխադրող կազմակերպություններին, միջնորդ կազմակերպություններին։ Այսինքն Globing-ին, Onex-ին, Wildberries-ին եւ նմանատիպ այլ կազմակերպություններին մենք դեռ առիթ կունենանք անդրադառնալու հաջորդ ռիլերում։ Լավ եղեք։